Տարածաշրջանային լարվածությունն անմիջականորեն ազդել է հարևան երկրների վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զորամասերը մարտական պատրաստության բերելու եւ Պահեստազորի զորահավաք սկսելու մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, այս քայլի նպատակն է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի զարգացման եւ ապահովել արագ արձագանք։ Սա տեղի է ունեցել Նախիջևանի օդակայանի եւ Բաքու-Թբիլիսիի Ջեյհան նավթամուղի վրա հրթիռի ընկնելուց հետո, թեև Իրանը հերքել էր, որ ինքն է հրթիռակոծել, շեշտելով, որ իրենք հարևան երկրները չեն թիրախավորում։ Իրանի Մահաբադ քաղաքում իրականացված ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով վնասվել է Կարմիր մահիկի շենքը, վիրավորվել է կազմակերպության մեկ աշխատակից։ Հակամարտության սրմանը զուգահեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ից ստացել է Մերձավոր Արևելքում շահեդ տեսակի ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար հատուկ աջակցություն տրամադրելու վերաբերյալ դիմում։ Նա արդեն հանձնարարել է տրամադրել բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մերձավոր Արևելքում գիշերը կրկին ուղեկցվել է ռումբերի պայթյուններով։ Իրանական հարվածներն ուղղված են եղել Իսրայելին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բահրեյնին եւ Քուվեյթին։ Վերջինիս պաշտպանության նախարարությունից հայտում են, որ վիրավորվել է Քուվեյթցի 67 զինվորական։ Ամերիկա-իսրայելական հրթիռներն էլ գիշերն աշխատել են Թեհրանի ուղղությամբ, հնչել են մի շարք պայթյուններ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նաև հրապարակել է իրանական անօդաչու թռչող սարքեր տեղափոխող ավիակիր նավի ոչնչացման կադրերը։ ԱՄՆ պետքարտուղարությունը նաև հայտարարել է, որ դադարեցնում է Քուվեյթում երկրի դեսպանատան գործունեությունը։ Ինչպես փոխանցում է CBS News-ը, դեսպանատունը տարհանվում է, իսկ դիվանագետներին հրամայել են ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը։ Մերձավոր Արևելքում ամբողջ գիշեր չընդհատված ռազմական գործողությունները նոր թափ են հավաքել առավոտյան։ Իսրայելական զինված ուժերը լայնամասշտաբ օդային հարձակում են սկսել Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբերը ևս տուժել են ռազմական հարվածների արդյունքում։ Ի պատասխան իրանական կողմը կրկին բալիստիկ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական հատվածին։ Խաթամ Ալամբիա շտաբից էլ հայտարարել են, որ առաջիկա օրերին թշնամու դիրքերի վրա Իրանի գրոհները ավելի ինտենսիվ եւ մասշտաբային կդառնան։ Բանակի ռազմաօդային ուժերը եւ նավատորմը անօդաչու թռչող սարքեր են արձակել Իրանի ուղղությամբ, թիրախավորելով Ռամադ Դավիթ ավիաբազան եւ Միրոն ռադիոլոկացիոն կայանը, ասված է հայտարարությունում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավելի հակված է շարունակել ռազմական գործողություններն Իրանում, քան բանակցել երկրի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև հերթական անգամ ընդգծել է, որ իրենք ցանկանում են ամբողջությամբ հեռացնել Իրանի ղեկավարությանը։ Մենք ուզում ենք գալ եւ մաքրել ամեն ինչ։ Ուզում ենք, որ նրանք ունենան լավ առաջնորդ։ Ունենք մի քանի մարդ, ովքեր կարծում եմ լավ աշխատանք կկատարեն, նշել է Թրամփը։ Նա նաև երաշխավորել է, որ ապագայում ով էլ ղեկավարի Իրանը չի սպառնա ոչ Ամերիկային, ոչ Իսրայելին, ոչ էլ որևէ այլ երկրի։ Նրա գնահատականներով Իրանից մոտ 10 տարի կպահանջվի ամերիկա-իսրայելական հարվածներից վերականգնվելու համար։ Թրամփը իր խոսքում նաև ակնարկել է ԱՄՆ հաջորդ թիրախը։ Նա նշել է, որ Իրանից հետո Կուբան պարզապես ժամանակի հարց է։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մերժել է Իրանի վրա հետագա հարվածներն արգելող օրինագիծը առանց կոնգրեսի հաստատման։ Սա նշանակում է, որ Դոնալդ Թրամփը Իրանի ուղղությամբ հարվածները շարունակելու համար այլևս չունի կոնգրեսի թույլտվության կարիքը։ Ըստ Բլումբերգի վերլուծության, ռազմական գործողությունները կշարունակվեն առանց բյուջետային հստակ սահմանափակումների։ Կոնգրեսի վերահսկողության բացակայությունը կմեծացնի լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգը։ Հակամարտության սրումը սպառնում է նաև նավթի համաշխարհային գների կտրուկ աճով եւ շուկաների անկայունությամբ։ Իրանը հետաձգել է Ալի Խամենեիի իրավահաջորդի նշանակումը անվտանգության սպառնալիքների պատճառով։ Ավելի վաղ մի շարք աղբյուրներ հայտնել էին, որ Իրանի բարձրագույն խորհրդի կողմից երկրի հաջորդ գերագույն առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդին, Մոջթաբա Խամենեին։ Ըստ լուրերի որոշումը կայացվել է դեռ նախորդ շաբաթ, բայց Խամենեիին ԱՄՆ-ի եւ Իսրայելի թիրախ չդարձնելու համար պաշտոնական հաստատումը դեռ չկա։ Օրերս ի դեպ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացին եւ ընդգծել էր, որ Մոջթաբա Խամենեին իր համար ընդունելի տարբերակ չէ։
Իսրայելի ֆինանսների նախարարությունը ահազանգում է Իրանի հետ հակամարտության տնտեսական ծանր հետևանքների վերաբերյալ։ Պաշտոնական հաշվարկներով համազգային սահմանափակումները պետությանը շաբաթական շուրջ 3 միլիարդ դոլարի վնաս են հասցնում։ Նախարարության գլխավոր տնօրեն Իլան Ռոմը պահանջել է ռազմական ղեկավարությունից 5-շաբթի օրվանից մասնակիորեն վերաբացել ձեռնարկությունները։ Այսօր երկրում դադարեցված են կրթական բոլոր միջոցառումներն ու աշխատատեղերի մեծ մասի գործունեությունը։ Ֆինանսական գերատեսչությունը կասկածի տակ է դնում նման խիստ արգելքի շարունակականության նպատակահարմարությունը։ Երկարատև պատերազմական ծախսերից հետո երկրի տնտեսությունն այլևս չունի անհրաժեշտ դիմադրողականություն նման հսկայական կորուստներ կրելու համար։ Պաշտոնյաները փորձում են հրատապ հավասարակշռություն գտնել թիկունքի անվտանգության եւ տնտեսական վերջնական փլուզման միջև։